Մորեմերկ տկլոզը, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակին մի շատ խելացի, աշխատասեր և քաջ տղա կար։ Աշխատասեր ու քաջ էր տղան, բայց աղքատ էր։ Երբ նրա հայրը մահացավ, միայն մի մալանջ կանեփաթել թողեց որդուն։ Տղան հազիվ էր օրվա հացը վաստակում։ Այնքան աղքատ էր նա, որ բոլորը մորեմերկ տկլոզ էին ասում։ Մինչև երբ պիտի այդպես աղքատ մնաս տկլոզ, հաճախ հարցնում էին նրան ընկերները։ Ինչ արժեն քո աշխատասիրությունը, խելքն ու քաջությունը, երբ հագիդ շոր չկա։ Հիմա ես միայն խելք ու քաջություն եմ հավաքում, պատասխանում էր նրանց մորեմերկ տկլոզը։ Հետո կտեսնենք, թե ինչ արժեն այդ խելքն ու քաջությունը։ Մի առավոտ տկլոզը վերցնում է հորից մնացած կանեփաթելի մալանջն ու գնում հսկայի ճահիճը։ Ոչ ոք չէր համարձակվում գնալ այդտեղ, ով որ գնում էր, չէր վերադառնում։ Չար հսկան մոտեցողին բռնում աշխատեցնում էր իր հողերի վրա, և որպեսզի չփախչեր, հաստ շղթաներով կապում էր բարձր ծառերից։ Տկլոզը նստում է ճահճի ափին և սկսում կանեփից պարան հյուսել։ Հանկարծ անտառի կողմից մի փոքրիկ հսկայի ձագ է հայտնվում։ Նա մոտենում է տկլոզին, հարցնում. «Հեյ, քեռի, ինչ ես անում մեր ճահճի ափին»։ Տկլոզը ցնցվում է, բայց տեղն ու տեղը հավաքում է իրեն և պատասխանում. «Պարան եմ հյուսում» և միտք եմ անում, թե ինչպես շալակեմ այս ճահիճը իր հսկայի ու նրա փոքրիկ որդու հետ միասին։ Փոքրիկ հսկան վախենում է, փախչում է հոր մոտ, ասում. «Հայրիկ, գնաց մեր ձեռքից ճահիճը»։ Մի անմորուս, բայց շատ ուժեղ փայտահատ ուզում է վերցնել այնտեղից։ Ասում է, որ պարանով պիտի կապի գծի ուսը, ինձ ու քեզ էլ հետը։ Մի վախենա, տղաս, սովորիր այդ փայտահատի հախիցը գալ։ Այդ անմորուսին էլ ասա, որ մրցեք իրար հետ։ Ով որ ավելի արագ վազի, ճահիճը նրանը կլինի։ Իսկ քեզնից արագ ոչ ոք չի կարող վազել։ Համ ճահիճը մեզ կմնա, համ էլ փայտահատին կբերես մյուսների մոտ կկապենք։ Փոքրիկ հսկան գնում է մորեմերկ տկլոզի մոտ։ «Հեյ, քեռի, ինչ կա»։ Հայրիկս ասաց, որ մրցենք իրար հետ։ Ով որ արագ վազի, ճահիճը նրան կպատկանի։ Տկլոզը ժպտում է քթի տակ և պատասխանում. «Ինչ պիտի մրցեմ քեզ հետ։ Դու այդպես փոքր ու նիհարիկ, հրեն դիմացի թավուտում խաղ է անում իմ 3 ամսական եղբայրը։ Գնա նրա հետ մրցիր»։ Եվ տկլոզը հսկային ցույց է տալիս փոքրիկ նապաստակին, որը ականջները շարժելով պատրաստվում էր ցատկել առաջ։ Փոքրիկ հսկան գնում է դեպի նապաստակը, իսկ սա, տեսնելով նրան, վախենում է ու պուկ փախչում, ինչքան որ ուժը կպատի։ Նապաստակը վազում է, հսկայի ձագը ետևից։ Նապաստակը վազում է, հսկայի ձագը ետևից։ Վերջը նապաստակը փախչում, անհայտանում է։ Փոքրիկ հսկան շունչը կտրած վազում է հոր մոտ։ «Հեյ վախ, հայրիկ, գնաց մեր ձեռքից ճահիճը։ Մարդն ինձ ուղարկեց, որ մրցեմ իր 3 ամսական եղբոր հետ։ Ես իսկի նրան չկարողացա հաղթել, ինչ մնաց, եթե անմորուսի հետ մրցեի։ Ինձնից մաս չէր մնա»։ Մի վախենա, տղաս, գնա ասա, որ մրցեք։ Ով որ հաղթի, նա էլ կվերցնի ճահիճը։ Աշխարհի ամենաուժեղ մարդն էլ չի կարող հաղթել քեզ։ Փոքրիկ հսկան վազեվազ գնում է տկլոզի մոտ ու ասում. «Հայրիկն ասաց, որ մրցենք։ Ով որ հաղթի, նա էլ կվերցնի ճահիճը»։ Տկլոզը պատասխանում է. «Ես երեկվա երեխաների հետ մրցողը չեմ։ Գնա անտառ, այնտեղ մի 3 տարեկան քույր ունեմ, նրա հետ ուժերդ չափիր»։ Փոքրիկ հսկան գնում է անտառ, տեսնում է ծառի տակ մի փրչոտ արջ է պառկած։ Գնում է մոտը, դիպչում։ Մռռ մռնչում է արջը։
Վեր կացկրվենք, արջ քույրիկ, քաշում է թևից փոքրիկ հսկան։ Մռռ, ավելի ուժեղ է մռնչում արջն ու թաթերով բռնում է փոքրիկ հսկային, տապալում գետնին։ Փոքրիկ հսկան կիսամեռ վերադառնում է հոր մոտ։ Ով հայրիկ, տնքում է նա։ Ինչ կա, ինչ պատահեց։ Սարսափելի էր, հայրիկ։ Ինչն էր սարսափելի։ Նրա այդ քույրիկը, դա մի 3 տարեկան աղջիկ էր, բայց քիչ էր մնում ինձ գետին տապալեր։ Դեռ աչքերիս առաջը սևանում է, իսկ դու ինձ ուղարկում ես, որ փայտահատի հետ կռվեմ։ Չէ, հայրիկ, գնաց մեր ձեռքից ճահիճը։ Հսկան մի պահ ցնցվում, բայց ասում է. Հավաքիր քեզ, որդի, ինչու ես այդքան վախենում։ Առ, վերցրու այս ոսկի գնդակն ու գնա փայտահատի հետ մրցիր։ Ով որ գնդակն ավելի բարձր գցի, նա էլ կվերցնի ճահիճը։ Միևնույնն է, ոչ մի մարդ չի կարող հաղթել քեզ։ Փոքրիկ հսկան նորից վազ է տալիս տկլոզի մոտ։ Սա դեռ էլի իր պարանն էր հյուսում, իսկի գլուխն էլ չի բարձրացնում։ Քերի, ինչ կա։ Հայրիկն ասում է, որ այս գնդակը գցենք վեր։ Ով որ ավելի բարձր գցի, ճահիճը նրան կպատկանի։ Լավ գցիր։ Փոքրիկ հսկան գնդակը 3 անգամ ավելի բարձր է նետում, քան կարող էր նետել մարդը։ Տկլոզը վերցնում է գնդակը, սկսում շուռումուռ տալ ձեռքերում։ Դե գցիր, ասում է նրան փոքրիկ հսկան։ Սպասիր, թող ամպերը ցրվեն, թե չէ կորավ մեր սիրունիկ գնդակը։ Կմտնի ամպերի ետևը ու կկորչի։ Դե որ ուզում ես այդքան բարձր գցել, ես չեմ տա քեզ իմ ոսկե գնդակը։ Եվ փոքրիկ հսկան նրանից վերցնում է գնդակը։ Վերադառնում է հոր մոտ, ասում. Հայրիկ, մենք այս փայտահատի հետ չենք կարող գլուխ անել։ Ուզում էր մինչև երկինք գցել գնդակս, բայց ես չտվեցի։ Հսկան մտածում, ասում. Տար այդ անմորուսին 2 տոպրակ ոսկի տուր, թող չքվի այստեղից։ Մեզ այդպիսի ուժեղ մարդ հարկավոր չէ։ Մեկ էլ տեսար ինձ էլ, քեզ էլ ոչնչացրեց։ Այնտեղ շղթայված փայտահատներին էլ ազատ արձակեց։ Բայց աշխատիր տան տեղն իմանալ։ Մի գիշեր կգնանք մոտը, համ մեր ոսկին կվերցնենք, համ էլ մի վատություն կանենք իրեն։ Փոքրիկ հսկան ոսկին տանում է տկլոզի մոտ, ասում. Հայրիկս այս ոսկին ուղարկեց քեզ, որպեսզի մեր ճահճին ձեռք չտաս։ Եթե ուզում ես, ոսկին մինչև քո տունը կհասցնեմ։ Ուզում եմ իմանալ, որտեղ ես ապրում, որպեսզի հայրիկի հետ մի օր հյուր գանք։ Լավ, պատասխանում է տկլոզը։ Գնում մոտենում են տկլոզի տանը։ Սա կանգնեցնում է փոքրիկ հսկային, սկսում թիզով չափով անել։ Ինչու ես չափում ինձ, հարցնում է հսկայի ձագը։ Ուզում եմ տեսնել կաշիթքը հերիքի։ Իմ տունն ամբողջ հսկայի կաշիներով է ծածկված։ Միայն մի անկյունն է բաց մնում։ Եթե քո կաշին էլ քերթեմ, այդ տեղն էլ կծածկվի։ Փոքրիկ հսկան վախենում է։ Թողնում է ձեռքի ոսկին ու փախչում։ Տկլոզը ոսկու տոպրակները գցում է ուսն ու առողջ վերադառնում։ Շուտով ամենուրեք տարածվում է հսկայի ոսկիների լուրը։ Տկլոզի ընկերները գալիս տեսնում, մնում են զարմացած։ Նրանք այդպիսի հարստությունը ոչ մի տեղ չէին տեսել։ Իսկ տկլոզը քթի տակ ժպտալով ասում է նրանց. Ինչու եք զարմանում, եղբայրներ։ Նրանք բոլոր աղքատների ոսկիներ են, աղքատների աշխատանքով ու քրտինքով վաստակած ոսկիներ։ Ես էլ բերել եմ, որ բաժանեմ աղքատների մեջ։ Հիմա տեսնում եք, թե ինչ արժի իմ խելքն ու քաջությունը։ Դու տկլոզ, շատ լավ արեցիր, որ հսկայի ոսկիները խլեցիր, քարշ տվիր աշխատավոր ժողովրդի մոտ, ասում է տկլոզի ընկերներից մեկը։ Բայց այդ հսկային, այդ չար աժդահային ով պիտի ոչնչացնի։ Ով պետք է գերությունից ազատի այդ խեղճ փայտահատներին։ Այդ էլ կլինի, պատասխանում է տկլոզը։ Ես մինչև հիմա հսկայի ձագով էի զբաղված։ Հիմա հերթը հասավ հսկային։ Նա իմ ձեռքից չի պրծնի։ Հաջորդ օրը տկլոզը մի դատարկ պարկ է կապում գոտու տակից։ Տոպրակի մեջ հաց,
թարմ պանիր ու կանեփաթել է դնում եւ գնում ուղիղ հսկայի ճահճի մոտ, լեռան կատարին։ Նստում է ճահճի ափին, սկսում կանեփաթելից պարան հյուսել։ Փոքրիկ հսկան տեսնում է նրան, վախեցած վազում է հոր մոտ։ «Հայրիկ», կանչում է դեռ հովտից, «այն անմորուս տղան եկել է նորից, նստած պարան է հյուսում, մեր բանը բուրդ է, գնա ինքդ հասկացվիր դրա հետ»։ Հսկան մի քար է վերցնում եւ գնում տկլոզի մոտ։ Տեսնելով նրան, տկլոզը մի կտոր պանիր է հանում տոպրակից եւ դնում կանեփաթելի կողքին։ «Հեյ, ինչ ես անում այդտեղ իմ ճահճի մոտ», հեռվից ձայն է տալիս հսկան բարկացած։ «Չես տեսնում ինչ եմ անում», պատասխանում է տկլոզը։ «Սպասում եմ գաս, որ քեզ էլ ճահճի հետ մեկտեղ գցեմ ուսս։ Հիմա այլևս պրծում չունես, ամբողջ մի սայլ ոսկի էլ որ տաս, էլի չես փրկվի այս պարանից։ Իսկ դու գիտես ես ով եմ։ Եթե չգիտես իմ ուժը, ահա նայիր այս քարին ու կիմանաս»։ Նա քարը սեղմում, ավազ է դարձնում։ Տկլոզը վերցնում է պանրի կտորն ու ինքն էլ սեղմում։ «Իսկ դու եթե չգիտես, թե ում հետ գործ ունես, ահա տես եւ իմացիր։ Տեսնում ես այս սպիտակ քարից ինչ ջուր է ելնում, երբ սեղմում եմ։ Այդպես էլ արյուն կհոսի քեզնից, հենց որ մի տեղից ձեռք տամ»։ Հսկան վախենում, ցածրացնում է ձայնը։ Տեսնում, բայց աղբերացու մեզ նման հերոսներին վայել չէ իրար վախեցնել։ Եկ հաշտվենք, իսկ երեկոյան էլ իմ հյուրը կլինես։ «Այ հիմա հասկացա քեզ», ասում է տկլոզը։ Եղբայրանում են տկլոզն ու հսկան եւ գնում հսկայի տունը։ Ճանապարհին նրանք անցնում են մի բարձր կեռասենու կողքով։ Աժդահան ձեռքը երկարում, վերին ճյուղերից կեռաս է պոկում։ Հետո թեքում է ճյուղը եւ ընկերոջն ասում. «Բռնիր, դու էլ քեզ համար պոկիր»։ Տկլոզը բռնում է ծառի ճյուղից, սկսում կեռաս պոկել։ Հսկան բաց է թողնում ճյուղը եւ տղան թռչում է դեպի դիմացի թփուտները։ Այդ տեղով մի տորտիկ էր թռչում։ «Աղբերացու, ինչու այդքան բարձր թռար», հարցնում է հսկան։ «Ուզում էի այդ տորտիկին բռնել, բայց փախավ անպիտանը», պատասխանում է տկլոզը։ «Տես դու, ինչքան բարձր է կարողանում թռչել սա», մտածում է հսկան։ «Հիմա կացինը վերցրու եւ սկսիր անտառում փայտ կտրել։ Ես էլ այդ ժամանակ մի եզ կմորթեմ, որ ընթրիքի համար խորոված սարքենք»։ «Կացին պետք չէ, բահ տուր ինձ»։ Տկլոզը բահը գցում է ուսը, գնում անտառ։ Սկսում է փորել ամենաբարձր կաղնու տակ։ Քիչ հետո գալիս են հսկան ու իր ձագը։ «Ինչ ես անում։ Չէ որ ես սպասում եմ, որ փայտ բերես», հարցնում է հսկան զարմացած։ Տկլոզը հանգիստ պատասխանում է. «Այս կաղնին արմատից հանելու եմ տանեմ տուն, ամբողջ ամսվա համար փայտ կունենանք»։ Հսկան էլ ավելի է զարմանում։ «Հիմա մեր ինչին է պետք ամբողջ կաղնին, աղբերացու։ Ես 4 ցախ կհավաքեմ մի քիչ ու վերջ, այնքան որ եզը խորովենք»։ Նա գնում, մի գիրք փայտ է բերում, եզը խորովում ու ասում. «Հիմա ուտելուց կիմացվի, թե ով է մեզնից ուժեղը»։ Խորոված եզան մի կողմում նստում են հսկան ու իր ձագը, մյուս կողմում հյուրը։ Տկլոզը հանում է մեջքի պարկն ու դնում կողքին։ Մի պատառ ուտում է, 3 պատառ գցում պարկը։ Մի պատառ ուտում, 3 պատառ գցում։ Այսպես նա պարկը լցնում է խորովածով։ Հետո կամաց հրում մահճակալի տակ։ «Հիմա էլ գնա եզան մյուս կողմից կեր», ասում է հսկան իր ձագին։ «Ինձ մոտ այլևս ոչ մի կտոր խորոված չմնաց», ասում է տկլոզը։ «Ուրեմն», աչքերը չռում է հսկան, «ուտելու մեջ էլ ինձնից ետ չես մնում, աղբերացու»։ Երեկոյան պարկում են քնելու։ Տկլոզը քնած է ձևանում եւ անմիջապես սկսում է խռմփացնել։ Բայց նա ծածուկ լսում է, թե ինչ են խոսում հսկան ու իր ձագը։ «Հայրիկ, դե հիմա եկ սրահախից»։ «Համբերիր տղաս, դու քո քունը քնիր։ Կեսգիշերին կվեր կենամ եւ մեծ մուրճով կտեսնեմ իմ գործը»։
Հիմա ես էլ մի քիչ պարկեմ հանգստանամ, հետո քնեմ, որ ուշ հավաքեմ։ Երբ հսկան ու իր ձագը սկսում են խռմփացնել, Տկլոզը վեր է կենում։ Մթության մեջ խորովածի պարկը դուրս է քաշում։ Մահճակալի տակից նետում մի խորը փոս։ Հետո մի ուրիշ պարկի մեջ քար է լցնում, նույն ձևով դնում անկողնում։ Վրան կարպետով ծածկում է, ինքն էլ թաքնվում է դռան ետևում։ Կեսգիշերին հսկան վեր է կենում։ Մուրճն առնում է և տուր թե կտաս պարկերի քարերին այնպես է փշրում, որ ավազ է շինում։ Հայրիկ, եկար դրահախից։ Եկա, հիմա եկ քնենք։ Երբ նրանք քուն են մտնում, Տկլոզը դեն է գցում քարերի պարկը ու ինքը նորից մտնում անկողին։ Առավոտյան վաղ նա ձայն է տալիս պարկած տեղից։ Բարի լույս, մեծ աղբեր, բարի լույս, փոքր աղբեր, այսինչ վատ փայտոչիլներ են ձեր փայտոչիլները, ամբողջ գիշեր կծում էին ինձ։ Վայ հայրիկ, տեղից վեր է թռչում փոքրիկ հսկան։ Հապա դու սրա ոսկորները չփշրեցիր։ Ում։ Ին, ասում է Տկլոզը։ Քեզպես 9 հսկա էլ, որ ինձ մուրճով հարված են, ես էլի ողջ առողջ կմնամ։ Ոնց։ Հապա ինչ, ես կոփված եմ։ Ինչպես ես կոփվել։ Մտա մի մեծ տակառի մեջ, ձեր բակում դրված այն մեծ տակառի նման։ Տակառի բերանը փակեցին և մի հսկա ինձ ամբողջ օրը գլորեց քարքարոտ ճանապարհներով։ Չես կարող մեզ էլ կոփել, աղբերացու։ Կարող եմ, ինչու՞ չէ։ Մտեք տակառը։ Հսկան ու իր ձագը մտնում են տակառի մեջ։ Տկլոզը բերանը պինդ փակում է։ Դե սկսիր կոփել մեզ, ձայն է տալիս ներսից հսկան։ Պիտի սպասեք մի քիչ, մինչև որ գնամ բոլոր այն եղբայրներին, որոնց տանջել եք մինչև հիմա, բերեմ այստեղ։ Նրանք բոլորից լավ կգլորեն ձեզ։ Այսպես մորեմերկ Տկլոզը հսկայի գերությունից ազատում է բոլոր աղքատ ու աշխատասեր մարդկանց։ Նրանք գալիս, չար հսկային ու նրա ձագին գլորում են ամենախոր փոսը և Տկլոզի հետ միասին վերադառնում տկլորների գյուղը։ Նորից միանում են աշխատասեր գյուղացիներին և ապրում ուրախ ու երջանիկ։ Ամենագոհն ու երջանիկը խելոք և հնարամիտ մորեմերկ Տկլոզն էր։